ուրեմն հիմա ինչ պարզվեց։ Պարզվեց, որ ասենք օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանը զտարյուն դաշնակցական է, զտարյուն։ Այդ մնացածը բան է, թատրոն էր, խաղ էր։ Ընդ որում ամենաանհաջողակ եւ ամենաանհաջող դաշնակցականն է։ Ու ուզում եմ հիշեցնեմ, որ այդ պատերազմի համար եւ Ղարաբաղի համար դոշ տվողներից ոչ մեկի Սերժ Սարգսյանը որդի չունի, մյուսների որդիները ոչ մեկը չի ծառայել Ղարաբաղում եւ ոչ մի մարտական գործողության չի մասնակցել, ոչ մեկը։ Իրենք ուրիշների զավակների կյանքի հաշվին, այսօր որ ինձ ասում են, այսքան, չգիտեմ ինչ մեղադրանքներ են։ Իմ ընտանիքի անդամները եղել են բանում, հետել են 1000 ձևով ուզում են շահարկեն, ոնց փորձեցին չստացվեց։ Ես կարծում եմ, որ այս ընտրությունները մեր ժողովրդի համար բացառիկ շանս է, որ այդ քրյա օլիգարխա այդ նախկիններին ուղղակի մենք քաղաքական դաշտից դուրս շպրտենք, բացառիկ շանս է։ Եվ դրա համար ես ասում եմ, որ կա ձև ուժեղ Հայաստան, ԲՀԿ, Հայաստան դաշինք, դե որ Հայազգային կոնգրեսը ընդհանրապես շանս չունեն, այդտեղ կարծում եմ նույնիսկ ավելորդ է քննարկել, հա? Արգելի շնորհիվ հաջորդ անգամ դեպքում տեսածին։ Բոլորին ուժերը, որոնք պատերազմի կուսակցություն չեն։ Ցանկացած մեկը, ովքեր պատերազմի կուսակցություն չեն։ Եվ ես այդ շանսը տեսնում եմ։ Եվ ես այդ շանսը տեսնում եմ մարդկանց հետ շփումներից։ Սպուտնիկ Արմեն։ Ինչ արձագանք ունեք Ադրբեջանից կապված ձեր ռազմավարական առաջարկը։ Լսում եք, պարոն։ Ասում ինչ արձագանք ունեք Ադրբեջանից կապված ձեր ռազմավարական առաջարկի հետ, որ սահմանագծում սահմանազատումից հետո չփորձել թե ով որտեղ է ապրել, հանգիստ թողնել միմյանց փակել թեման, եթե չունեք արձագանք դեռ ինչ եք ակնկալում, հաշվի առնելով նաև այն, որ բառացիորեն օրեր առաջ Ադրբեջանում Արևմտյան Հայաստան, Արևմտյան Ադրբեջան խորագրով ցուցահանդես էր բացվել։ Հայաստանի Հանրապետությունում ինչքան խոսվում է Ղարաբաղի վերադարձի, Ղարաբաղը վերադարձնելու մասին, այնքան Ադրբեջանում դա լինելու է։ Եվ հակառակն էլ կարող ենք իհարկե ասել։ Ես կարծում եմ, որ դա մի առաջարկ է, որը պետք է ուղղակի իրագործվի եւ իրագործվելու է։ Այդտեղ ինձ պետք չի արձագանք Ադրբեջանից, որովհետեւ ճիշտ բանաձևը, երբ որ ճիշտ տեղում ճիշտ ձևով դնում ես, ինքը սկսում է աշխատել։ Ինչի ես դա բանակցային նրբությունների մեջ արձագանք, այո, եւ նախաստորագրված խաղաղության համաձայնագիր այդ արձագանքն է, արդեն իսկ վավերացված սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը այդ արձագանքն է եւ այլն եւ այդպես շարունակ։ Խաղաղություն այդ արձագանքն է։ Ես Ադրբեջանի անունից չեմ կարող խոսել։ Ես կարող եմ ասել մեր